Փալին մեդիայի հարգելի հետևորդներ, եթերում հարցազրույց հաղորդաշարն է եւ այսօր զրուցելու ենք V-Teen Films Production հիմնադիր Լիանա Ասատոյանի հետ։ Ողջույն Լիանա ջան, Բարև շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Կներկայացնեք ձեր գործունեությունը, ինչ է իրանից ներկայացնում եւ Թալին համայնքում։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Գործունեությունը հետևյալն է. V-Team Films Production-ի շրջանակներում ցանկություն ունեցանք ակադեմիա ստեղծելու ու ամեն լավ բան, որ կարողանում ես անել, նախ պետք է անես քո ծննդավայրի համար։ Ես միշտ այդպես եմ մտածել ու ծննդով մաստերից եմ եւ Թալինի իմ ծննդավայրի մասն է կազմում։ Ցանկացա ակադեմիայի առաջին քայլերը սկսել հենց Թալինից, որովհետեւ վստահ եմ, որ մեր տարածաշրջանում արվեստագետ լինելը բացարձակ խնդիր չէ, որովհետեւ թե բնությունն է նպաստում դրան, թե այս կողմի ժողովրդի տեսակը։ Ցանկացա ինչ-որ կերպ նաև նպաստել Թալինի զարգացմանը եւ երիտասարդներին հնարավորություն տալ հավատալու իրենց երազանքներին, քանի որ կինոյի ոլորտը մեր տարածաշրջանում մի փոքր պասիվ է, ցանկացա այդ հարթակը ստեղծել, որտեղ կարողանան իրենց տաղանդները բացահայտել երիտասարդները։ Այսինքն կինոարտադրության, գործունեությունը հենց հիմնականում կինոարտադրության։ Կինոարտադրությունն է հիմնաքարը։ Դասավանդվելու է սցենարական արվեստ, ռեժիսուրայի հիմունքներ, դերասանական արվեստ, այսինքն այն ամբողջ փաթեթը, որով կինոն ծնունդ է առնում։ Տարիքային սահմանափակումը սկսում է 5 տարեկանից մինչև վերջ, որովհետև արվեստով զբաղվելու համար երբեք ինչ-որ հատուկ տարեթիվ չկա։ Հերթագրությունը ավարտվելու է օգոստոսի 10-ին, արդեն օգոստոսի 15-ից սկսելու ենք դասերը։ Իսկ ինչ ձևով է հերթագրումը լինում, գրանցումը, Գրանցումը, այո, լինելու։ Ինչ ձևով, սոցիալական ցանցերով է, հեռախոսային զանգով է։ Վերջերս Թալինում ունեցա ժողով հանդիպում ծնողների հետ, դրանից առաջ հայտարարություն էր տարածված ու հետաքրքրվող մարդիկ Facebook-ի միջոցով կապ էին հաստատել ինձ հետ։ Ժողովի ընթացքում էլ արդեն ունեցանք գրանցումներ, որպեսզի վերջնականացնենք եւ արդեն սկսենք մեր դասընթացները մինչեւ օգոստոսի 10-ը ժամկետ է դրվել, բոլորը արդեն ունեն իմ հեռախոսահամարները եւ էջերին էլ կարող են գրել ուսագրման։ Իսկ տեսեք, դուք պատրաստում եք կադրեր, ասացիք սցենար, ռեժիսուրա, օպերատորություն, մոնտաժ, կա գաղափար հենց առաջի ֆիլմը ինչի մասին լինելու։ Քանի որ այս ամենի սկզբում դրված է V-Teen Films Production-ը, ինձ համար կարևոր է ունենալ լավ, ամուր թիմ, այսինքն ինչ-որ կերպ էլ ես արդեն ճանաչելով իմ սաներին կիմանամ ով որտեղ կկարողանա production-ում իր տեղը զբաղեցնել ու իրենց էլ ժողովի ընթացքում էլ ասել եմ, որ ոչ թե լինելու է սան դասախոս ինչ-որ վիճակ, այլ բոլորս թիմի մի մասը պետք է կազմենք ու նախաձեռնությունն էլ հենց դրա համար է, որ բոլորը իրենց տաղանդները կարողանան զարգացնել, կարողանան իրենց բացահայտել ու հնարավորություն ստանան production-ի մասը կազմելու։ Production-ը առանձին ունի շատ նախագծեր, ունենք նաև հումորային sitcom, երկրորդ սեզոնն ենք պլանավորում անել ավելի լայնամասշտաբ, պարզապես մի քիչ անակնկալների տեսքով է, դրա համար դեռևս չեմ բարձրաձայնում, իսկ դասընթացների ընթացքում երեխաները, սաները, աշակերտները ունենալու են իրենց ֆիլմերը, սցենարիստները գրելու են սցենարը, ռեժիսորները նկարելու են, դերասանները խաղալու, այսինքն դասընթացի միջոցով մի ամբողջ ֆիլմ արտադրության գործընթաց հենց Թալինում իրականացնելու են։ Իսկ այդ դասընթացը ինչ ժամանակ է, իր ժամանակահատվածը, տարի երկու։ 4 կուրս է լինելու, ամեն կուրս եռամսյա, ամեն կուրսում ավելի խորացված ուսումնասիրելու ենք մասնագիտությունները։
Այսպես եթե ֆիքսենք, եռամսյա կուրս է, շաբաթական 2 օր, տևողությունը 1.5-ից 2 ժամ։ շաբաթական 2 օր։ Իսկ առաջի ֆիլմը կա մտածել եք ինչ եք նկարելու։ Հենց ձեր սաների մասնակցությամբ։ Չէ, Թալինի որովհետև մասին եք նկարելու։ Թալինի մասին այո լինելու, բայց դրա մասին դեռ չեմ ցանկանում խոսել։ Իսկ սաների հետ կապված ուզում եմ, որ իրենք ստեղծեն պատմությունը, այսինքն production-ը ամեն ինչով պատրաստակամ է իրենց երևակայությունը իրականություն դարձնելու, բայց ուզում եմ, որ այդ ոգևորվածությունը լինի ու հենց սկզբից իրենք ծանոթանան ամբողջ գործընթացին ֆիլմ արտադրության, այսինքն իրենք մտքերը ունենան, իրենք որոշեն իրագործել, իրենք իրենց մեջ casting անեն, ցանկանում եմ, որ հենց ի սկզբանե թրծվեն իրենց նախագծերը։ Այսինքն սաների, այն սաները, որոնք հա կուսանեն ձեր մոտ, ձեր ակադեմիայում, իրենց գաղափարները դուք իրականություն եք դարձնում ու ֆիլմի տեսքով էլի, որ մենք էլ շատ ենք հանդիպում երիտասարդների հետ, իրենք ֆանտաստիկ գաղափարներ ունեն, բայց ցավոք ունենք ռեսուրսների խնդիր, որ շատ ժամանակ չեն կարում այդ գաղափարներին իրականություն դարձնել։ Այսինքն, եթե գալիս է մեկը ասում է, գիտեք, ես իմ գյուղի մասին ուզում եմ, չգիտեմ, մի հատ ֆիլմ նկարեմ, ձեր կողմից լինելու է պրոֆեսիոնալ Հա, արդեն, չէ՞, այդ մասնագիտական, ասենք ասեմ, հա, խորհրդատվությունը եւ մնացածը։ քանի որ բոլոր սաները, այսպես ասած, քննությունը հանձնելու են ֆիլմի տեսքով, այդ ամեն ինչի շրջանակներում նկարահանվելու է ֆիլմեր, այսինքն մենք իրենց գաղափարները քննարկելու ենք, հասկանալու ենք որքանով արդյունավետ, որքանով կկարողանանք զարգացնել իրենց երևակայությունը հենց իրենց ֆիլմի շրջանակներում եւ արդեն կիրականացնենք ֆիլմը։ Հիմնական գործառույթը այդտեղ լինելու է այն, որ չվախենան ֆիլմ ստեղծելուց, որովհետեւ երբ լավ գաղափար ես ունենում, միշտ վախեցնող է ֆիլմ ստեղծելը։ Ինքս հենց մասնագիտությամբ առաջին սցենարիստ եմ ու ունեցել եմ ես էլ շատ լավ գաղափարներ եւ միշտ չի որ հնարավորություն անձեռնվում այդ լավ գաղափարները կյանքի կոչել ու երևի թե ամենամեծ պատճառներից մեկը Within Films Production-ը ստեղծելու դա հենց սա էր, որ ունենանք գաղափար ու չվախենանք այդ գաղափարը կյանքի կոչելուց։ Իսկ քանի տարվա պատմություն ունի ձեր production-ը։ Շատ արագ է ամեն ինչ սկսել, ավելի շատ նախապատմությունն է հավաքվել է, բայց ոնց է որ օրինակ տունը կառուցած կկարողանանք տեսնել, բայց այդ հիմնաքար բան դրան ներկա չենք եղել, նույնը տեղի ունեցավ Վիթինի հետ, այդ հիմնաքարերը ամեն ինչը տեղի ունեցավ իմ ներսում, իսկ Վիթինը որպես production ստեղծվեց հենց այս թվականի մարտ ամսին, ուղղակի մի օր հասկացա, որ պետք է մարդիկ, ովքեր կարծում են, որ տաղանդ ունեն ու խնդիր ունեն ինտեգրվելու այլ նախագծերում, այլ production-ներում, իրենց տեղը գտնեն ինձ մոտ, բայց ուղղակի ինձ մոտ հնարավոր չէր տեղ գտնել, ուստի որոշեցի ստեղծել production։ Ունենք արդեն 2 ստացված նախագիծ, մեկը մինի սիթքոմ է, կոչվում է Պապջան, 9 մասանի մինի սիթքոմ է։ Եվ մյուսը վերջերս ենք նկարել, կոչվում է Նա, պոետիկ ֆիլմ է, 3 մասանոց։ Առաջիկայում էլի շատ լավ ծրագրեր ունենք, տեսնենք ինչպես Իսկ նախագիծը YouTube, Facebook, սոցիալական ցանցեր են, թե հիմնականում օգտագործում ենք սոցիալ մեդիան, Instagram, YouTube, Facebook, բայց Պապջան երկրորդ սեզոնի հետ կապված ցանկանում եմ, որպեսզի հեռուստաալիքներով եթեր գնա, բայց դա էլ երկար իսկ ունեք ծավալով համագործակցություն ալիքների հետ, հեռուստաընկերությունների։ հեռուստաընկերությունների հետ ոչ, բայց իմ ցանկությամբ է եղել, որովհետև շատ հեշտ է մտնել իրականում հեռուստատեսություն, բայց շատ դժվար է
պատվով դուրս գալ այնտեղից, իսկ մեր production heads-ները համար է, որ թե սաները, թե մարդիկ, ովքեր կաշխատեն հետագայում production-ում, կարողանան նախ պատվով ստեղծել իրենց ուղին և պատվով էլ իրենց մասնագիտությունը ձևավորել։ Իսկ երկու պրոյեկտներ արդեն ունեք պատրաստի, ովքեր են ներգրավված եղել պրոյեկտներում համայնքից, թե Նախագիծը պատրաստ է երկուսն էլ, առաջինը արդեն հրապարակված է, մասնակիցները համայնքից չեն եղել են դերասաններ, ովքեր էլի բախվել էին նույն խնդրին, ունենալ տաղանդ, ունենալ պատրաստակամություն, չունենալ լավ թիմ և իրենց հետ որոշեցի իրականացնել PUBG sitcom-ը։ Երկրորդ սեզոնում արդեն համայնքից ներգրավված մարդ կա ու էլի շատ բաներ կան հենց համայնքի հետ կապված, բայց լավ բաների մասին չեմ բարձրաձայնում, մինչև իրականություն չդառնա, դրա համար դեռ շատ չեմ ուզում խոսել։ շատ լավ, իսկ ակադեմիայի մասին, ակադեմիան առաջ անգամ հիմնադրվում է հենց համայնքում, թե Առաջին անգամ, չէ, հենց համայնքում, որովհետև ասում եմ, հենց ուզում ես ինչ-որ լավ բան անել, միշտ պետք է սկսես ակունքներից ու Թալինն էլ որպես իմ ծննդավայրի մի մաս ու տեսնելով Թալինի զարգացումը շատ ոգևորող էր և ուզեցի, որ ես էլ նպաստեմ այս զարգացմանը, ծրագրի մասին խոսեցի պարոն Սապեյանի հետ, Սպարտակ Ավետիսյանի հետ և շատ ոգևորող էր նաև, երբ որպես երազանք ներկայացնում ես ծրագիր ու համայնքի ղեկավարները հենց հավատում են առաջին հերթին քո երազանքին և հավատում են, որ դա հանուն տարածաշրջանի զարգացման է։ Շատ մեծ պատասխանատվություն է իմ ուսերին այս մասով, բայց նաև մեծ վստահություն ունեմ, որ կկարողանանք հենց Թալինից սկսել այն երազանքը, որի մասին ինքս մտածում եմ ու չգիտեմ, մի օր գուցե եթե ինձ հաջողվի թեկուզ սաներից մեկի երազանքը իրականություն դարձնել կինո ոլորտում, կստացվի, որ այս նախագիծը հաջողված է։ Տեսեք, Լիանա ջան, ունեք հիմնականում վստահ եմ, որ երիտասարդներ են ներգրավված լինելու ձեր պրոյեկտներին, հիմի այս պահին համայնքի երիտասարդներին, որ ասում ես ֆիլմ, իրանք պատկերացնում են մոտ 2 ժամանոց ծանր կինո կամ հեռուստասերիալ, ֆիլմ ինչ տրամաբանությամբ են նկարելու և ամենակարևորը ինքը երկար է լինելու, թե կարճ է լինելու։ Չէ, ֆիլմը ընդհանրապես իր տեսակի մեջ բազմազան է, այսինքն մենք սկսելու ենք կարճամետրաժ ֆիլմերից, նախ որպես դասագիրք, որովհետև շատ հեշտ է ամբողջ կինո պրոցեսը ցույց տալ նախ կարճամետրաժի տեսքով, իսկ հետագայում արդեն կկարողանանք լիամետրաժ ներնել, բայց անգամ ես լիամետրաժ չեմ սկսել, ոչ որովհետև ինչ-որ վախենալու է բարդ է, այլ հիմա մի ժամանակում ենք ապրում, երբ մարդիկ ավելի հակված են արագ, ամեն ինչ արագ անցնի։ Ես հենց դրա համար հարց տվեցի։ Չէ, մենք էլ ենք սկսելու կարճից, հետո եթե զգանք պետք է երկարի, կերկարի։ Շատ լավ, Լիանա ջան, իսկ դիմորդները շատ են համայնքից, թե դեռ հետաքրքրվող մարդկանց թիվն էր շատ ոգևորող, պատկերացրեք հայտարարությունը արել եմ և արդեն երկրորդ օրը մոտ 15 հոգի, հետո մեկ շաբաթ անց արդեն 25 հոգի հետաքրքրվել էր ակադեմիայով, ժողովի ընթացքում ինչ-ինչ պատճառներով քիչ ծնողներ կարողացան ներկայանալ, մոտ 10 ծնող, բայց հետաքրքրվածությունը, հետո զանգել է, նորից կապ հաստատել է, այսպես ասեմ, ինձ համար թեկուզ մեկ հոգի լինի, մեկ հոգին հավատա, որ հնարավոր է այս նախագիծը իր համար դռներ բացի, դա էլ է բավարար, բայց փառք Աստծո հետաքրքրվողներ կան։ Իսկ տարիքային Շատ դիմողների խառն ես տարիքային ասած,
ունենք և 5 տարեկան Սան, և 7, և 15, վերջերս նույնիսկ 21 տարեկան մի աղջիկ էր գրել, բայց ինձ թվում է հետագայում, երբ արդեն լիարժեք կարողանանք խմբեր ձևավորել, կհստակեցնենք նաև տարիքային խմբերը։ Այսինքն մինչև օգոստոսի 10-ը ձեր մոտ դեռ ընդունելություն կա։ Այո, Մեկ անգամ էլ կհիշեցնեմ, ինչպես կանան ձեզ գտնեն, դիմեն կամ գրանցվեն ակադեմիայի ընդունելության, և ինչ մասնագիտություններ պետք է իրենք սովորեն այնտեղ։ սովորելու են դերասանական արվեստ, սցենարի վարպետություն, ռեժիսուրայի հիմունքներ, դիմելու համար կարող են գրել իմ Facebook-յան էջին Լ.Ա. Ասատերյան, հեռախոսահամարս բոլորը ունեն, ծնողները, հրապարակված է նաև սոցիալական մեդիայում, այնպես որ ոգևորված սպասում ենք նախագծի։ Շատ լավ նախագիծ է, Լիանա ջան, հաջողություններ եմ մաղթում։ Հուսով եմ, որ մենք մի տարուց կամ 2 տարուց արդեն խոսենք հաջողված պրոյեկտների, ֆիլմերի և նախագծերի մասին միասին։ Շնորհակալ եմ ձեզ շատ մեր հրավերը ևս մեկ անգամ ընդունելու համար, ձեր գործերին հաջողություն եմ ցանկանում, հատկապես այն պարագայում, որ արվում է համայնքում և համայնքի զարգացման համար։ Tallinn Media-ի հարգելի հետևորդներ, մեր հյուրն էր V-Teen Films Production ընկերության հիմնադիր Լիանա Ասատերյանը, կհանդիպենք։